Հələ սրան նայեք, ոնց է խոսում մարդու հետ։ Արի միրոտ է մի կնա, Ռոբերտ Սերջը, և մյուսները, ովքեր միրոտ է հանգիստ։ Թիկնապահների ներկայությամբ գոռում մունաթ է գալիս մարդու հայ կնոջ վրա, որ ամեն ինչ կորցրել է, հիմա եկել ուզում է հարցերի պատասխաններ ստանա։ Ու կապ չունի այդ կինը ճիշտ է թե սխալ, դու պարտավոր ես տալ այդ պատասխանները։ Սա է Հայաստանի խնդիրը միշտ եղել, որ նման լկտի սանձարձակ ձևով երկրի ղեկավարը խոսում է քաղաքացու հետ ու մնում է անպատիժ, հետո այս օրինակն էլ մինչև վերջ ամբողջ պետական համակարգով տարածում է ու սկսում են լկտի ավարի խոսալ մեր քաղաքացիների հետ։ Ու գիտեք ինչի է սենց անում, որովհետև գիդի ունի իշխանություն, պաշտպանված է եւ թիկնապահների ներկայությամբ անում։ Այս սա պետքա փոխենք մենք։ Այս 35 տարիների արատավոր այս կեղտոտ պրակտիկան, որ հենց հիմա մենք տեսնում ենք։ Խնդրում եմ ձեզ, հունիսի 7-ին պետք է գնանք քվեարկության, քվեարկենք, որ փոխենք այս համակարգը։ 6-րդ քվեաթերթիկի օգտին քվեարկելով մենք ամբողջությամբ կփոխենք այս վերաբերմունք այսքան տարիների մեր պետության նկատմամբ ու կունենանք իրական իրավունքի պետություն։